Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանն անդրադարձել է Փաշինյան-Պուտին հանդիպմանը, նա մասնավորապես նշել է. օրերս Մոսկվայում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպումը առավել յուղ լցրեց կրակի վրա, երբ առանց դիվանագիտական նրբությունների պահպանման Փաշինյանը փաստացի դրվեց ընտրության առաջ Եվրոպա թե Եվրասիական միություն։ Այս պայմաններում եվրոպական քաղաքական համայնքի բարձր մակարդակի հանդիպում հյուրընկալելը այլևս ոչ թե քաղաքական առավելություն է, այլ ռիսկ։ Հայաստանին անհրաժեշտ է զգուշավոր հաշվենկատ արտաքին քաղաքականություն, ոչ թե նախընտրական ցուցադրական քայլեր։ Դժվար է չհանգել այն եզրակացության, որ եթե այսօր նման հնարավորություն ունենար, Փաշինյանը կփորձեր չեղարկել Երևանում նախատեսված հանդիպումը, բայց նա չի կարող։ Եվ այժմ այնինչ նախատեսված էր որպես անձնական քաղաքական առավելություն, վտանգում է վնասել ազգային շահերին։ Հատկապես որ Փաշինյանի իշխանության տարիներին տասնապատիկ մեծացած տնտեսական կախվածությունը Ռուսաստանից հարաբերությունների լարման դեպքում հարվածելու է յուրաքանչյուր հայաստանցու, նշել է Վարդան Օսկանյանը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ABC News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ի առաջարկը ՆԱՏՕ-ի դաշնակիցներին Իրանի դեմ ռազմական գործողությանը մասնակցելու Հյուսիսատլանտյան դաշինքի փորձությունն էր։ Ես դա արեցի որպես փորձություն, ինձ դա պետք չէ, դա ճիշտ է, ասել է Թրամփը հայտարարության մեջ։ ԱՄՆ առաջնորդի խոսքով ՆԱՏՕ-ն թղթև ագրև, որը ոչինչ չի առաջարկում, եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բացարձակապես չի վախենում նրանից, ասվում է մեջբերման մեջ։ Իրանի բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ Թեհրանը չի բացի Հորմուզի նեղուցը ժամանակավոր հրադադարի դիմաց։ Թեհրանը չի բացի Հորմուզի նեղուցը ժամանակավոր հրադադարի դիմաց, ասել է պաշտոնյան։ Նա նաև հաստատել է Պակիստանի կողմից հրադադարի առաջարկի ստացումը, նշելով, որ այն ուսումնասիրվում է։ Axios-ը հղում անելով իրավիճակին ծանոթ 4 ամերիկյան, իսրայելական եւ մերձավոր արևելյան աղբյուրների պնդում է, որ ԱՄՆ-ն եւ Իսրայելը արդեն պատրաստել են իրանական էներգետիկ օբյեկտների լայնածավալ ռմբակոծման ծրագիր։ ԱՄՆ-ի իսրայելական արշավի շրջանակներում իրանական էներգետիկ օբյեկտների լայնածավալ ռմբակոծման գործառնական ծրագիրն արդեն պատրաստ է մեկնարկի, հայտնում է պորտալը։ Հարավային Կորեայի նախագահ Լի Ջեմյոնը ներողություն է խնդրել Հյուսիսային Կորեայից նրա տարածք մասնավոր կերպով անօդաչու սարքերի արձակման համար։ Խորապես ցավալի է, որ անհատները ինքնուրույն իրականացրել են նման սադրիչ գործողություններ Հյուսիսային Կորեայի դեմ, ասել է Հարավային Կորեայի առաջնորդը։ Նա նման գործողությունները անընդունելի է անվանել։ Լի Ջեմյոնը ընդգծել է, որ չնայած կառավարությունը չի արձակել անօդաչու սարքեր, ինքը ներողություն է խնդրում Հյուսիսային Կորեայից ավելորդ ռազմական լարվածության համար։ Ուկրաինան որպես վահան օգտագործելով Եվրոպան ռիսկի է դիմում ստեղծել ապագայի մի երկիր, որը կլինի ծանր զինված, խորը տրավմատիզացված եւ քաղաքականապես փխրուն, հաղորդում է Wall Street Journal-ը։ Հեղինակների կարծիքով Եվրոպան կարող է չհասնել Ուկրաինայում իր պատկերացրած ոգեշնչող հետպատերազմյան ժողովրդավարությանը։ Դրա փոխարեն հանրապետությունը կարող է դառնալ հակառուսական, բայց ոչ լիբերալ, լավ կառավարվող կամ հեշտությամբ ինտեգրվող։ Պարբերականի կարծիքով երկարատև հակամարտությունը եւ Ուկրաինային չմտածված աջակցությունը ռիսկ են ենթարկում ստեղծել մի պետություն, որի ներքին խնդիրները սպառնալիք են այլ երկրների համար։ Մինչդեռ, քանի դեռ ճակատում իրավիճակը կայուն է, Ուկրաինայի բազմաթիվ խնդիրներ, ինչպիսիք են հարկադիր զորահավաքը, գործադիր իշխանության չափազանց ազդեցությունը, կոռուպցիան եւ քաղաքական անկայունությունը ավելի հեշտ է արդարացնել, նշվում է հոդվածում։ Իրանում գործողությունը Միացյալ Նահանգներին արժեցել է ավելի քան 42.1 միլիարդ դոլար, գրեթե 37 օրվա մարտական գործողությունների ընթացքում, ըստ Iran War Cost Tracker-ի։ Պորտալի իրական ժամանակի հաշվիչը հիմնված է Պենտագոնի կողմից Կոնգրեսին մարտի 10-ին ներկայացված ճեպազրույցի վրա, որում պնդվում էր, որ Վաշինգտոնը մերձավոր արևելքում մարտական գործողությունների առաջին 6 օրերին ծախսել է 11.3 միլիարդ դոլար եւ պլանավորում է հակամարտության յուրաքանչյուր հաջորդ օրը ծախսել լրացուցիչ 1 միլիարդ դոլար։ Իրանը եւ Միացյալ Նահանգները ստացել են Պակիստանի կողմից պատրաստված եւ առաջարկված ռազմական գործողությունների դադարեցման ծրագիր եւ բոլոր դրույթների շուրջ համաձայնություն կարող է ձեռք բերվել մինչեւ ապրիլի 6-ը, հաղորդում է Reuters-ը, հղում անելով իր աղբյուրներին։ Աղբյուրի փոխանցմամբ փաստաթուղթը նախատեսում է երկփուլ մոտեցում, անհապաղ հրադադար, որին կհաջորդի համապարփակ համաձայնագիր։ Ակնկալվում է, որ հրադադարը անմիջապես հնարավորություն կտա վերսկսել նավագնացությունը Հորմուզի նեղուցով։
Վերջնական համաձայնագիրը կարող է կնքվել 15-20 օրվա ընթացքում։ Գործակալությունը հայտնում է, որ այն ենթադրաբար կներառի Թեհրանի միջուկային ծրագրի սահմանափակումներ, պատժամիջոցների մեղմացման եւ նրա արտասահմանյան ակտիվների ապասառեցման դիմաց։ Աղբյուրը նշել է, որ նախնական համաձայնագրերը կարող են պաշտոնականացվել Պակիստանի միջնորդությամբ կնքված հուշագրի տեսքով, որը ծառայում է որպես կողմերի միջև հաղորդակցության հիմնական ուղի։ Reuters-ի փոխանցմամբ ԱՄՆ-ի եւ Իրանի պաշտոնյաների կողմից այս պահին պաշտոնական մեկնաբանություններ չեն եղել։ Ազգային ժողովում այսօր թեժեր մի շարք հայտարարություններ են արել ԿՊԱ-ական պատգամավորները։ Բազմաթիվ երկրներում զինվորները ամեն օր լողանում են Հայաստանում, աֆրիկական մի քանի երկրներում ու թերի զարգացած մի քանի երկրներում է, որ շաբաթը մեկ են լողանում։ Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել է ԿՊԱ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը, բարձրացնելով զինվորների լողանալու հարցը։ Սարգսյանի խոսքով ինքն առաջարկել է, որ ստեղծվի հնարավորություն, որպեսզի զինվորները ամեն օր լողանան, սակայն 2 տարի անց նույն վիճակն է։ 24 թվականի պատգամավորներից մեկը մեր հանդիպման ժամանակ հարց տվեց թոքաբորբով զոհ ունեցել, մահադեպք ենք ունեցել բանակում, որ սառը ջրով հավանաբար լողացել է։ Դե ասեց մենակ մեր բանակում չի, որ շաբաթը մեկը բազմաթիվ բանակներ տենց է։ Ուսումնասիրել 10 բանակների փորձը։ Բազմաթիվ երկրներում զինվորները ամեն օր լողանում են։ Հայաստանում, աֆրիկական մի քանի երկրներում, որ տենց թերի զարգացած երկրներում որ շաբաթը մեկ են լողանում։ Ասել եմ լրացուցիչ սաղ չի, սա առաջարկում, ասել եմ ստեղծենք հնարավորություն մեզ զորքամերով լողանալ։ 2 տարի անցել է մի վիճակն է։ Հա հիմա ունենք որոշ տեղեր, նոր կառուցված տեղեր, բայց փոքր տոկոսակազմում որ զորքը կարող է ամեն լողանալ։ Բայց մեծամասամբ մեր տարեկի շաբաթը մեկ է լողանում։ Դե թող պաշտպանության նախարարության ղեկավար կազմի շաբաթը մեկ լողանալ։ Դե թող ուրեմն միջև այդ խնդիրը չլուծեն, իրանք շաբաթը մի անգամ լողանան։ Դենամ կարան Բա մեր զորքի համար պիտի մենք լավ պայման։ Ես հիմա առաջարկում եմ հրապարակային ասում, ուղղակի հնարավորություններ չունեմ իր մեջ ստահել։ Պաշտպանության փոխնախարարն էլ լրագրողների հետ զրույցում հակադարձել է թիմակցին ասելով, որ զինվորների լողանալու հարցով նախ ինքը չի զբաղվում, սակայն կարծում է չլողացած զինվոր չունենք։ Ես զինվորների լողանալու հարցով ի պաշտոնե չեմ զբաղվում։ Ես չգիտեմ պարոն Սարգսյանը։ Ես տեսեք, ես պաշտպանության նախարարությունում համակարգման ոլորտներ կան, ես տեղյակ չեմ, որ զինվորը։ Բայց դուք բացառում եք, որ նման խնդիր կա։ Հարգարժան պարոն Կիրակոսյան, ես հիմա տեղյակ չեմ ինչի մասին է խոսքը, ես կարծում եմ, որ չլողացած զինվոր մենք չունենք, եթե մեր զինվորներին դուք տեսնեք, ասում այդ ոլորտը ես չեմ համակարգում, դրանք Անդրանիկ Քոչարյանն էլ անդրադարձել է Հայկ Սարգսյանի բերած օրինագծին եւ ասել. Հայկ Սարգսյանը սիրում է ֆանտազիային զոհտա եւ բնականաբար դժվար թե ինքի հետ կոնտակտ ունենար եւ հանձնաժողովինիստը բնականաբար լավ կլինի որ այստեղ լինի, բայց մթության կողիտակ փորձեցին արտահերտից տանել, հետո չարեցին։ Թողանային, ես այստեղ չէի, բայց եկա եւ պարզվեց, որ այս օրինագիծը իր կողմից շրջանառության մեջ դրվել շատ խնդրահարույց եւ ֆրակցիանա դեմքի վերքել նաեւ ինքը։ Եթե այդքան ես առաջ անգամ դեմ պատմության մեջ, որ մի մարդ իր նախաձեռնության դեմ չեք ասում, որն է կարևոր, որ բանակում փողով ազատվել։ Դե ասում ես ինձ դելից այդ մարդիկ թողնում շարունակեք Հայկ Սարգսյանի հարցազրույցները։ Դուք հիմա պաշտպանության հանրաժողովի նախագահի հետ եք, որը բնականաբար պետք է դեմ լիներ փողով բանակից ազատվել։ Շարժայում Էմիրությունների կառավարման մամուլի ծառայությունը հայտնել է հարձակման մասին, որի թիրախը Խորֆաքան նավահանգիստն է եղել, հաղորդում է Ալ Ջազիրան։ Ըստ այդ տեղեկության հակաօդային պաշտպանության հաջող որսման հետևանքով ընկած բեկորները հրդեհ են առաջացրել նավահանգստում, որը վերահսկողության տակ է առնվել արտակարգ արձագանքման խմբերի կողմից։ Ըստ գերատեսչության տվյալների Նեպալի մի քաղաքացի ծանր վիրավորվել է եւ տեղափոխվել հիվանդանոց։ Եվս 3 մարդ, բոլորը Պակիստանի քաղաքացիներ, ստացել են թեթև եւ միջին ծանրության վնասվածքներ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Իրան-ամերիկյան զորքեր տեղակայելու հնարավորությունը։ Նա այս հայտարարությունը արել է Hills 13 տված հարցազրույցում։ Հրատարակության տվյալներով, երբ ամերիկացի առաջնորդին հարցրել են, արդյոք նա բացառում է Իրանում ցամաքային զորքեր տեղակայելու հնարավորությունը, նա բացասական պատասխան է տվել։
Խելացի մարդիկ կհամաձայնվեն, ասել է Թրամփը քննարկելով Իրանի հետ համաձայնության հասնելու հնարավորությունը։ Ըստ թերթի ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ եթե համաձայնություն չլինի, ԱՄՆ-ն պատրաստ կլինի քննարկել Իրանի ցանկացած ենթակառուցվածքային օբյեկտին հարվածելու հարցը։ ԱՄՆ-ն եւ Իրանը քննարկում են 45-օրյա հրադադարի ռեժիմը, հաղորդել է Axios-ը, հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն ԱՄՆ-ն, Իրանը եւ տարածաշրջանային միջնորդների խումբը քննարկում են հնարավոր 45-օրյա հրադադարի պայմանները, որը կարող է հանգեցնել հակամարտության դադարեցմանը։ Պորտալի աղբյուրները խոստովանում են, որ հաջորդ 48 ժամվա ընթացքում համաձայնության հասնելու հնարավորությունները քիչ են, սակայն դա կարող է լինել միակ միջոցը կանխելու էական սրացումը, որը կնշանակի զանգվածային հարվածներ Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքներին եւ պատասխան հարվածներ Պարսից ծոցի երկրների էներգետիկ օբյեկտներին ու ջրային համակարգերին։ ԱՄՆ-ի հատուկ ջոկատայինները փրկել են Իրանում խոցված F-15 կործանիչի անձնակազմի երկրորդ անդամին, ով ԱՄՆ ռազմաօդային ուժերի գնդապետ է, նա տարհանվել է եւ անվտանգ է։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Իրանի արևմուտքում խոցված F-15 կործանիչի անձնակազմի երկու անդամներից մեկը միանգամից փրկվել էր, իսկ երկրորդին փնտրում էին ԱՄՆ-ն եւ ԻՀՊԿ-ն։ ԱՄՆ-ի զինվորականները ներխուժել են Իրան փրկարարական գործողություն իրականացնելու համար։ Կատաղի մարտեր են ընթացել Իրանի հարավ-արևմուտքում։ Թրամփը օվալաձև գրասենյակից հետևել է մարտերին։ Հաղորդվում էր ԱՄՆ-ի զրահատեխնիկայի եւ օդային աջակցության մասնակցության մասին, բայց ԱՄՆ-ի բոլոր ուժերը արդեն դուրս են բերվել Իրանի տարածքից։ Մենք գտանք նրան։ ԱՄՆ-ն իրականացրել է իր պատմության մեջ ամենահամարձակ որոնողափրկարարական օպերացիաներից մեկը մեր անձնակազմի անդամ սպաներից մեկի համար։ Մենք երբեք չենք լքի ամերիկացի զինվորի, հայտարարել է Թրամփը։ ԱՄՆ նախագահի խոսքով ռազմաօդային ուժերի շրջանում զոհեր եւ տուժածներ չկան։ Օդաչուն լավ է։ Կործանումից հետո իրեն հետապնդող իրանական ուժերից օդաչուն թաքնվել է բլրի գագաթին։ Վոլոդիմիր Զելենսկու աշխատակազմի ղեկավար Կիրիլ Բուդանովը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը եւ ԱՄՆ նախագահի փեսան ձեռնարկատեր Ջարեդ Քուշները կարող են Կիև ժամանել ապրիլի 12-ից հետո, ինչը նրանց առաջին այցը կլինի Ուկրաինա։ Կանխատեսվում է Քուշների, Ուիթքոֆի եւ Լինսի Գրեհեմի ժամանումը։ Կտեսնենք, թե ելով կլինի այնտեղ, ասել է Բուդանովը։ Նա պարզաբանել է, որ պատվիրակությունը կարող է ժամանել ապրիլի 12-ից կարճ ժամանակ անց։ Չնայած Ուիթքոֆը եւ Քուշները մի քանի անգամ այցելել են Ռուսաստան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների համար, սա նրանց առաջին այցը կլինի Ուկրաինա։ Բուդանովի խոսքով Կիևը կարող է անվտանգության երաշխիքներ ստանալ ամերիկյան պատվիրակության այցի արդյունքում։ Մենք վաղուց ենք որոշել, թե ինչ ենք ուզում։ Կարծում եմ, դա շուտով կիրականացվի, պնդել է Բուդանովը։ Այլ հարց է, թե ինչ կլինի հետո, սակայն անվտանգության երաշխիքների առումով մենք անկասկած առաջընթաց ենք գրանցել, մենք արդեն առաջ ենք շարժվել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիշեցրել է, որ Իրանին վերջնաժամկետ է տվել գործարք կնքելու կամ Հորմուզի նեղուցը բացելու համար։ Հիշում եք, թե ինչպես ես Իրանին 10 օր ժամանակ տվեցի գործարք կնքելու կամ Հորմուզի նեղուցը բացելու համար։ Ժամանակը սպառվում է, 48 ժամ է մնացել նրանց վրա իրական դժոխային հարվածից, նշել է Թրամփը։ Լիբանանում հարվածներ են հասցվել շիական Հեզբոլլա կազմակերպության ռազմական օբյեկտներին։ Մասնավորապես Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են հրթիռային կայանքներին, զենքի պահեստներին եւ Ռադվան հատուկ նշանակության ուժերի հրամանատարական կենտրոններին։ Բանակը հայտարարել է, որ այս հարվածների շարքի ընթացքում Լիբանանում հարվածներ են հասցվել ավելի քան 140 թիրախների։ Նիկոլ Փաշինյանը 3 կիրակի օրը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում մասնակցել է Սուրբ Հարության տոնի պատարագին։ Պատարագիչը եկեղեցու դեմ արշավին միացած տիրադավ Անուշ Ավանժամ-Կոչյանն է, ով եկեղեցին պառակտելու գործում Նիկոլ Փաշինյանի աջակիցներից է։ Պատարագի ժամանակ հավատացյալներից մեկը ամոթանք է տվել նրան։ Արտաժամյանները չենք վճարի։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սպառնացել է վարորդներին, որոնք չեն ներգրավում ուղևարցը վճարելու process-ում։ Նա ասել է, թե անընդունելի է, երբ վարորդները ստանում են աշխատավարձը, սակայն հավաքագրումներին չեն մասնակցում։ Այն մոտավորապես բացարձակապես չներգրավարորդների հավաքագրման process-ին ներգրավվածության բացակայությունը անընդունելի է եւ
մենք արդեն իսկ քննարկել ենք պարոն Գրիգորյանի հետ եւ հուսով եմ այն անձնակազմը, որը ձեզ պետք է հանձնենք հավաքագրման process-ը գրագետ եւ ճիշտ ունի վրա դնելու իր արդյունքները կտան, որովհետեւ հավաքագրումից պարոն Կիրակոսյան նաեւ կախված է արտաժամյայի վճարումները։ Ուզում եմ սա շատ հստակ եւ ուղիղ եթերով ասել, որովհետեւ չի կարող լինել մի իրավիճակ, երբ որ մենք մեր բոլոր աշխատակիցներին, մեր բոլոր վարորդներին նորմալ վճարում ենք բոլոր արտաժամեններով եւ իրանք որևէ կերպ որևէ process-ին չեն մասնակցում, մասնավորապես հավաքագրման process-ին չեն աջակցում։ Եվ սա իրականում երևի թե նրանց մեղքն է, չի, սա ձեր դրվածքն է, որը առաջին օրվանից ես ասել եմ, որ անընդունելի է։ Առաջին օրվանից։ Տիգրան Ավինյանը դիմել է երևանցիներին անդրադառնալով ապօրինի շինությունների քանդմանը։ Եթե չեք ուզում ձեր ավտոտնակը քանդենք, մի դիմեք օրինականացման հարցով, նշել է Ավինյանը։ Ես ասել եմ եւ ուզում եմ նորից կրկնել, սիրելի երևանցիներ, խնդրում ենք մի դիմեք ապօրինի ավտոտնակների օրինականացման համար, որովհետև Երևանի քաղաքապետարանին որևէ այլ հնարավորություն չի մնում, քան քանդել այդ ավտոտնակները, որովհետև իրավական կարգավորումները այնպիսին են, որ մենք հիմնականում չենք ունենում հնարավորություն նրանք օրինականացնելու, որովհետև այդ ավտոտնակները գտնվում են ընդհանուր օգտագործման անօտարելի հողերի վրա եւ քանի որ նաեւ չենք կարողանում դրանից հետո մեզ կառավարության համապատասխան որոշումը 596N որոշումը պարտադրում է դրանք քանդել եւ հետեւաբար հորդորում ենք, խնդրում ենք մի ստիպեք մեզ անընդհատ այս process-ով անցնել, որովհետեւ մենք սա մեր, այսպես ասած, կամքից անկախ է, մենք այդ ավտոտնակները պետք է քանդենք եւ որովհետեւ դա հստակ կառավարության որոշման մեջ գրված է։ Հետևաբար, եթե նվազագույնը չեք ուզում, որ ձեր ավտոտնակը քանդենք, խնդրում ենք մի դիմեք դրա ձեր ինքնական ավտոտնակի օրինականացման համար։ Նիկոլ Փաշինյանն այսօր անվտանգության խորհրդի նիստ կգումարի։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի խոսքից, որը ազգային ժողովում լրագրողներին հայտնել է, որ հարցազրույց չի տալիս, քանի որ անվտանգության խորհրդի նիստի է շտապում։ Իրանի իշխանությունները մշակել են Հորմուզի նեղուցում նավագնացության կառավարման եւ տարբեր երկրներից նավերի անցումն ապահովելու համակարգ, հիմնվելով Թեհրանի հետ նրանց հարաբերությունների մակարդակի վրա, հայտնում է կատարական Ալ Ջազիրան։ Այդ տարբերակի համաձայն Իրանի ծրագիրը բոլոր պետություններին բաժանում է 3 կատեգորիայի՝ թշնամական, չեզոք եւ բարեկամական։ Առաջին կատեգորիայի երկրներին կարգելվի օգտվել Հորմուզի նեղուցից։ Չեզոք երկրների նավերը կենթարկվեն բարձր մաքսատուրքերի, իսկ բարեկամական երկրներին կտրամադրվի ազատ անցում նեղուցով։ Թեհրանի կողմից մշակված 3 կատեգորիաների ամբողջական ցանկը չի տրամադրվում, սակայն հեռուստաալիքը պնդում է, որ գրեթե բոլոր արաբական ծոցի պետությունները դասակարգվում են որպես չեզոք կամ թշնամական, եւ ըստ Իրանի ծրագրի կամ պետք է վճարեն նշանակալի մաքսատուրքեր, կամ ամբողջությամբ կարգելվեն տարանցիկ անցնել Հորմուզի նեղուցով։ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը նախազգուշացում է տարածել, որ եթե ԱՄՆ-ի կողմից Իսլամական Հանրապետությունում կամուրջներ եւ էլեկտրակայաններ ոչնչացնելու սպառնալիքները իրականանան, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը կարող է շատ ավելի հզոր հարվածներ հասցնել Թել Ավիվի վրա։ Եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքները ոչնչացնելու իրանական կամուրջները, էլեկտրակայանները եւ էներգետիկ ենթակառուցվածքները իրականանան, ապա Իրանի զինված ուժերը բացի ԱՄՆ-ի եւ Իսրայելի վառելիքաէներգետիկ օբյեկտների, տնտեսական կենտրոնների եւ էլեկտրակայանների վրա հարձակումներից ավելի լուրջ հարվածներ կհասցնեն մայրաքաղաքի ավելի կարևոր եւ ընդարձակ հատվածներին, ինչպես նաեւ Ամերիկայի դաշնակիցներին տարածաշրջանում, ընդգծել է Իրանի բանակի գլխավոր շտաբը հատուկ հայտարարության մեջ։ Իրանական զինվորականները նաեւ հայտարարել են, որ ամերիկյան ռազմական բազաներ տեղակայող պետությունները պետք է ստիպեն ամերիկացիներին լքել իրենց տարածքները, եթե ցանկանում են խուսափել վնասներից։
Իրանը խոցել է 2 UH-60 Black Hawk ուղղաթիռներ, որոնք մասնակցում էին F-15E կործանիչի որոնողական աշխատանքներին, հաղորդում է NBC News-ը։ Ավելին, ըստ հեռուստաալիքի, Իրանի հոպի կողմից խոցված ԱՄՆ A-10 գրոհային ինքնաթիռը կարողացել է հասնել Քուվեյթ, նախքան անկումը։ Հեռուստաալիքը պարզաբանում է, որ ինքնաթիռը ուղարկվել է Իրանի հոպ համակարգերի կողմից F-15-ի կործանիչը որսալուց հետո որոնողական փրկարարական գործողություններին աջակցելու համար։ Վնասվածք ստանալուց հետո NBC News-ը հաղորդում է, որ A-10-ը թռել է Քուվեյթի օդային տարածք, որտեղ օդաչուն ինքնանետվել է եւ ինքնաթիռը անկում է ապրել։ Օդաչուին վտանգ չի սպառնում։ Իրանի դեմ էպիկական կարողություն գործողության մեկնարկից ի վեր վիրավորվել է 365 ամերիկացի զինծառայող, հաղորդում է Wall Street Journal-ը, հղում անելով Պենտագոնին։ Թերթի տվյալներով զոհերի թվում են ԱՄՆ բանակի 247 զինծառայող, ռազմածովային ուժերի 63 աշխատակից, ռազմաօդային ուժերի 36 աշխատակից եւ ծովային հետևակի 19 զինծառայող։ Թերթը նախկինում հաղորդել էր 13 ամերիկացի զինծառայողի մահվան մասին։ ԱՄՆ-ն հատուկ նշանակության ուժեր է ուղարկել Իրան կործանված ամերիկյան կործանիչի անհետ կորած օդաչուներից մեկին որոնելու համար, հաղորդում է Telegraph-ը։ Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, անձնակազմի 2 անդամներ ինքնանետվել են, ինչը Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև մրցավազք է առաջացրել օդաչուներին գտնելու համար։ Նրանցից մեկը փրկվել է 2 ամերիկյան ռազմական ուղղաթիռների եւ ցածր թռչող վառելիքով լիցքավորվող ինքնաթիռի մասնակցությամբ գործողության ընթացքում, նշվում է հրատարակության մեջ։ Նախորդ օրը ԻՀՊԿ-ն հայտարարել էր, որ խոցել է ամերիկյան եւ իսրայելական ագրեսիայի սկզբից ի վեր երկրորդ F-35 կործանիչը։ Թասնիմը սկզբում հայտնել էր, որ իրանական ուժերը հնարավոր է գերի են վերցրել ինքնաթիռի օդաչուին, որը ինքնանետվել է։ Ավելի ուշ լուրեր տարածվեցին, որ Թեհրանը պարգևատրում է առաջարկել օդաչուին գերի վերցնելու համար, ինչը հակասում է իրանական լրատվական գործակալության հաղորդագրությանը։ Թեհրանի հյուսիսում պայթյուններ են տեղի ունեցել։ Այսօր առավոտյան մի քանի պայթյուններ են լսվել Թեհրանի հյուսիսում, որը նախորդ օրը հզոր հարվածներ է ստացել, ասվում է հաղորդագրության մեջ։ Պայթյունները տեղի են ունեցել առավոտյան ժամը 7:30-ի սահմաններում եւ ուղեկցվել են բարձր ձայնով, որը նման է գլխավերևում թռչող անօդաչու թռչող սարքի ձայնին։ Եվրամիությունը պետք է որոշումներ կայացնի որակյալ մեծամասնության, այլ ոչ թե միաձայնության հիման վրա։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը։ Ես կողմ եմ, որ Եվրամիությունը գործի որակյալ մեծամասնության համակարգով։ Վերջին շաբաթների ընթացքում մեր ունեցած ամեն ինչ Ուկրաինային օգնություն տրամադրելը եւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելը խոսում է դրա օգտին։ Միջազգային ասպարեզում արդյունավետ խաղացող լինելու, իսկապես չափահաս դառնալու համար մենք Եվրամիությունում պետք է վերացնենք արտաքին եւ անվտանգության քաղաքականության մեջ միաձայնության սկզբունքը, հայտարարել է Վադեֆուլը։ Նրա խոսքով Եվրամիությունը չի կարող թույլ տալ, որ առանձին պետությունները արգելափակեն։ Հայաստանի Հանրապետական կուսակցության 18-րդ համագումարի իր ելույթում Հայաստանի երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը հիշեցրել է, որ ուղիղ 10 տարի առաջ այսօրը պատերազմ էր, որն ավարտվեց ապրիլի 5-ին ժամը 12:00-ին, երբ թշնամին պարտադրված հրադադար խնդրեց։ Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև առաջիկա ընտրություններին։ Նա նշել է, որ Հանրապետական կուսակցության գործունեությունը այս համագումարից սկսած մինչև հունիսի 7-ը ուղղված է լինելու համապետական այդ ընտրություններին մեր հայրենակիցների մասնակցության խթանմանը, գնավոր գնանք կարգախոսի ներքո տարաբնույթ ակցիաներով, քարոզչությամբ, տեղեկատվական արշավներով, բնակիչների հետ հանդիպումներով։ Մենք կօգտագործենք ամեն հնարավորություն համոզելու մեր քաղաքացիներին գնալ ընտրատեղամասեր եւ ընտրել այնպիսի ուժերի, որոնք վերջ կտան Հայաստանի այսօրվա նվաստացմանը, վերջ կտան այդ դավադիր աղետաբեր ռեժիմին, ասել է Սերժ Սարգսյանը։ Նիկոլ Փաշինյանը միաձայն ընտրվել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչապետի թեկնածու։ Արտահերթ 8-րդ համագումարի ժամանակ ընդունվել է նաև Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ցուցակը։ Հայաստանի անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է, իսկ Ադրբեջանի ամենամեծ երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Հայաստանին ու Ադրբեջանին շատ ուժեր ուզում են ներքաշել իրար մեջ պատերազմի գործողության իրականացնելու, դա ակնհայտ է։ Աշխարհում ամենուրեք խորացող պատերազմներ են Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը եկել ու հասել են մի հանգրվանի, որը պետք է ամրապնդենք։ Խոսվում է երաշխավորի մասին։ Մեր ընդդիմադիր գործընկերները ազգային ժողովում ասում են, ով է ձեր երաշխավորը Ադրբեջանը, այս խոսույթը իրենք նույնիսկ չեն հասկանում, նշել է Ալեն Սիմոնյանը։
Եկեղեցու միջադեպի գործով կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում, այս մասին հայտնել է նրա փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։ Դավիթը շատ թույլ է, թթվածնով է շնչում, հիմա նորից հետազոտում են, նշել է փաստաբանը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Էրդողանը հայտարարել է, որ անհրաժեշտ է կասեցնել Նեթանյահուի կառավարության ագրեսիվ քաղաքականությունը տարածաշրջանում եւ կանխել Ալ-Քուդս ուժերի կարգավիճակը խաթարելուն ուղղված Իսրայելի քայլերը։ Նա նշել է, որ ուշադիր հետևում է Սիրիայում տիրող իրավիճակին եւ ընդգծել, որ այդ երկրում կայունությունը ամրապնդելու ցանկացած քայլ համապատասխանում է Անկարայի եւ Մոսկվայի ընդհանուր շահերին, իսկ այնտեղ ձեռք բերված արդյունքները պետք է վտանգվեն։ Էրդողանը ընդգծել է նաև Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև պատերազմում խաղաղության հասնելու Անկարայի ջանքերի տապալումը կանխելու կարևորությունը։ Նա շեշտել է, որ Թուրքիան բոլոր կողմերին խորհուրդ է տալիս զերծ մնալ լարվածության սրման հագեցնող քայլերից։ Նա նշել է, որ Սև ծովում քաղաքացիական նավերի վրա հարձակումները խաթարում են կայունությունը եւ հավելել, որ Իրանի շուրջ պատերազմը չպետք է նոր հակամարտության գոտիներ ստեղծի ռուս-ուկրաինական ճգնաժամի համատեքստում։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, որով նա սպառնացել էր Իրանը վերադարձնել քարեդար, այն բնութագրելով որպես մեծածավալ ռազմական հանցագործություն կատարելու մտադրության խոստովանություն։ Նա նշել է, որ այդ հարցը բարձրացել է նաև Ֆինլանդիայի նախագահի հետ զրույցում, ընդգծելով իրավական գնահատականի կարևորությունը։ Պատմությունը լի է օրինակներով, երբ մարդիկ ծանր գին են վճարել հանցագործների առջև լռելու համար, հայտարարել է նախագահը։ ԱՄՆ-ն երրորդ երկրի միջոցով Իրանին առաջարկել է 48-ժամյա հրադադար հաստատել։ Իրանը մերժել է, շարունակելով հարձակումները գրավոր պատասխան տալու փոխարեն, հայտնում է Ֆարսը։ Թեհրանը կարծում է, որ առաջարկը պայմանավորված է Իրանի ռազմական ներուժի սխալ գնահատմամբ եւ տարածաշրջանում ԱՄՆ ուժերի առջև ծառացած կարևոր խնդիրներով, որոնք առաջացել են լարվածության սրումից հետո։ Իրանը հրաժարվել է գրավոր կամ դիվանագիտական պատասխանից, դրա փոխարեն պատասխանը մարտադաշտում գործողություններն էին, շարունակելով եւ ուժեղացնելով ամերիկյան թիրախների վրա հարվածները։ Թեհրանը հստակեցրել է, որ մտադիր չէ ժամանակավոր զիջումների գնալ Վաշինգտոնի պայմաններով, պահանջելով ագրեսիայի լիակատար դադարեցում։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին ԱՄՆ բանակցային պատվիրակությանը հրավիրել է Կիև։ Այս մասին նա հայտարարել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Ես ամերիկյան բանակցային պատվիրակությանը հրավիրել եմ Կիև։ Պատվիրակությունը կանի ամեն ինչ ստեղծված Իրանի հետ պատերազմի իրավիճակում, որպեսզի գա Կիև։ Սա տեխնիկական խմբի մակարդակով եռակողմ հանդիպման այլընտրանք է։ Ամերիկյան խումբը կարող է գալ մեզ մոտ, ապա մեկնել Մոսկվա, նշել է նախագահը։ Զելենսկին հավելել է, որ եթե եռակողմ հանդիպումը դեռևս հնարավոր չէ, ապա հնարավոր կլինի հերթով խոսել հակամարտության տարբեր կողմերի հետ։ Եղանակը առաջիկա օրերին ապրիլի 6-ի եւ 7-ի ցերեկը 8-ից 10 ժամանակ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Լեռնային գոտիներում ձյան եւ թաց ձյան, նախալեռնային եւ հովտային գոտիներում անձրևի տեսքով։ Ապրիլի 6-ի եւ 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին հարավարևմտյան 2-ից 5 մետր վարկյան։ Ապրիլի 8-ից 9 առանձին շրջաններում սպասվում է քամուշ գնացում 15-ից 18 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 6-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-ից 4, Լոռիում, Տավուշում 6-ից 8 աստիճանով։